պարոն Թաթոյան, նախ առաջին հարցը դուք խոսեցիք այն մասին, որ խաղաղության պայմանագիրը կստորագրեք, ինձ հետաքրքիր է խաղաղության պայմանագիրը այն տեսքով, որ բանակցել են այս իշխանությունները, թե ոչ, որովհետև էլի շատ վատ արդեն արտահայտություն կա, այդ զրոյական կետ ասվածը, հիմա արդյոք անդառնալի չեն լինի այդ բանակցություններով ստորագրված բանակցություններով փաստաթուղթը ստորագրելը, այնտեղ դուք գիտեք նաև առհասարակ Արցախի հարցն է փակված եւ նաև Արցախի վերաբերյալ չխոսեցիք, դուք հարցի լուծումը ինչպես եք պատկերացնում, արցախցիների վերադարձ, թե Արցախի ամբողջական դեօկուպացիա Եվ դուք նաև ասացիք, որ նախկինները մեղավոր են, որ Նիկոլ Փաշինյանը այսօր կա, ես նաև շատ հիշում եմ, որ դուք շատ դեպքերում, այդ թվում Նիկոլ Փաշինյանի իրավունքների մասին եք խոսել, օրինակ նաև նրան այցելել էիք հեղափոխության ժամանակահատվածում, երբ ինքը ձերբակալված մեկուսացված էր ըստ էության, եւ դրա հետ կապված ինչ կարող եք ասել, արդյոք դուք նաև ձեր մեղքի բաժինը չունեք, եւ այստեղ խոսեցին հարցումների հետ կապված, մենք էլ հարցախույզեր իրականացնում ենք բարբերաբար, վերջին հարցախույզի ընթացքում ձեր անունը եւս որպես վարչապետի թեկնածու տվողներ եղել են, բայց մեկնաբանություններում օրինակ շատերը գրել էին, որ ասեք Սերժ Սարգսյան եք ընտրում, հիմա նաև ձեր դեմ աշխատող հիմնական թեզերից մեկը նա է, որ դուք կապված եք երրորդ նախագահի հետ եւ ընդ որում ուզում եմ ասել, որ այդ թեզը ոչ միայն իշխանության կողմից է հրապարակ նետվում, այլ նաեւ ընդդիմադիրների աջակիցների կողմից այս հարցերի հետ կապված ինչ կարող եք ասել Խաղաղության պայմանագիրը։ Այո, ես կստորագրեմ խաղաղության պայմանագիրը։ Պատասխանատու հայտարարում եմ։ Ադրբեջանի նախագահը առաջինը թող ստորագրի, երկրորդը մի անգամից ես կստորագրեմ։ Այս տեսքով, որ տեսքով որ բանակցվել է։ Այս տեսքով խաղաղության պայմանագիրը, որ բանակցվել է, ես այդ տեսքով պայմանագիրը Ադրբեջանի նախագահը թող ստորագրի, երկրորդը մի անգամից ես եմ ստորագրելու։ Բայց նորից եմ ասում, եկեք հասկանանք ինչ է այդ խաղաղության պայմանագիրը ապահովում է այդ կատարվում է թե չէ նախաստորագրված վիճակում այլ կետ չի մնացել որ չխախտվի ընդ որում ամենահիմնարար ձևով սրանք հարցեր են որոնք պետք է պատասխաններ ստանան Արցախի հետ կապված մենք բարձրացնում ենք Արցախի վերադարձի հարց չենք բարձրացնում դա մեր օրակարգում չէ մեր օրակարգում է արցախահայերի վերադարձի հարց, որպես հումանիտար խնդիր, որպես մարդու իրավունքների պաշտպանության հարց։ Արցախի մեր հայրենակիցները ունեն միջազգայինորեն երաշխավորված իրավունք, գործող իրավունք, եւ ես դա չեմ հնարում, գիտեք։ Գոյություն ունի Արդարադատության միջազգային դատարանի հանձնարարական 2023 թվականի նոյեմբերի 17-ին, որտեղ ոչ միայն ճանաչվում է արցախցիների վերադարձի իրավունքը, այլ Ադրբեջանին հանձնարարվում է ապահովել հնարավորինս արագ անվտանգ կամավոր վերադարձը, անխոչնդոտ վերադարձը։ Միավորված ազգերի կազմակերպություն 40 պետություններ այդ նույն տարվա հոկտեմբերին հայտարարություն են արել, որով ճանաչել են արցախցիների վերադարձի իրավունքը։ ԱԳՆ-ներ տարբեր պետությունների։ Հələ դու մի հատ տեսեք Հայաստանն էլ իր ստորագրությունը դրել է ախր։ Հայաստանն էլ ախր դիմել է Արդարադատության միջազգային դատարան, որ արցախցիների վերադարձը նաև արձանագրել է, որ ապահովել։ Արցախի այնպես որ սա մեր օրակարգ է, հստակ է սա մեր օրակարգի անբաժան մաս է։ Արցախը հայկական ինքնության անբաժան մաս է։ Ավելին մենք արձանագրում ենք, որ արցախցիների հետ կապված երկու հիմնական ուղղությամբ ենք աշխատելու, արցախցիների իրավունքներ Հայաստանում, արժանապատիվ կյանք, արժանապատիվ ներգրավում բոլոր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում քաղաքական եւ վերադարձի հարց, արցախցիների վերադարձի որպես հումանիտար մարդու իրավունքների հարց։ Արցախցիները ունեն
հիշողության, պատմական հիշողության իրավունք։ Արցախում մեր իշխանության գալուց հետո Հայաստանում անմիջապես բացվելու է Երևանում Արցախի հարցերով թանգարան։ Մենք ստեղծելու ենք անմիջապես հատուկ գերատեսչություն Արցախի եւ բռնի տեղահանվածների իրավունքների հարցերով։ Մենք անմիջապես վերացնելու ենք Հայաստանի կառավարության այն ակտերը, որոնցով թույլ չտվեցին, չճանաչեցին Արցախի մեր հայրենակիցներին Հայաստանի քաղաքացիներ, եւ հիմա պարտադրում են, որ մարդիկ գնան, չարչարվեն, անձնագրեր վերցնեն, զրկանքներ կրեն։ Եվ սա հստակ մեր օրակարգն է։ Մյուսը, երբ մարդու իրավունքների պաշտպանն էի, ես այցելել եմ Նիկոլ Փաշինյանին։ ԶՊՎ-ում այցելել եմ, դրա մասին հրապարակային հայտարարություն է եղել, ոչ միայն նրան եմ այցելել։ Այսօր շատ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ովքեր պաշտոններ են զբաղեցնում, բոլորին էլ այցելել եմ, որտեղ դա իմ աշխատանքն էր։ Որևէ մեկի իրավունքները որ կխախտվի, դա իմ ուշադրության ներքո գտնվող հարց է, բայց այն ժամանակ առավել ես մանդատ ունեի։ Եվ ես առավելագույն սահմաններում իրականացրել եմ մարդու իրավունքների պաշտպանի իմ առաքելությունը անկախ, անկաշկանդ, իմ սկզբունքներին հավատարիմ։ Նույնը հիմա եմ ես անում եւ անելու եմ նաեւ արդարության սկզբունքով Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ։ Մյուս հարցը վերաբերում էր երրորդ նախագահի հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի հետ կապելին։ Գիտեք, դուք ճիշտ ասացիք։ Ընդդիմադիր, այսպես ասեմ, նախկին պաշտոնաթող նախագահների թիմերը եւ բացահայտ, եւ նաեւ լուրջ սպասելով բամբասանքներ տարբեր հերյուրանքներ տարածելով մեր մասին, սպասելով թե երբ ենք պարտվելու, դա այնքան շատ է տարածվում, ես մեկ հարց եմ տալիս, ասում եմ, մեր ՔՊ-ին ինչ է մնում անելու, որ ամեն ինչ անում են, էլի։ Բայց սա ինչի է արվում, ժողովուրդ ջան, եկեք մի հատ պատճառները հասկանանք։ Ես այս ամբողջ ընթացքում ոչ թե ինչ որ նեղացել եմ, փորձել եմ sense փակվել եմ, փորձել եմ sense փակվել, չէ, մի հատ այ մարդ ամեն անգամ մտածում, լավ, եկեք հələ պատճառները հասկանանք, էլի, խնդիրները որոնք են։ Պատճառը բա այն չի, որ օրինակ պաշտոնաթող նախագահների թիմերը նման բաներ են մասին տարածում, որտեղ նրանք էլ են ընտրական process-ի մասնակցում։ Բայց նրանք ընտրական process-ի մասնակցում են նրանց շնորհիվ Փաշինյանը վերարտադրվելու է նորից։ Որովհետև դա նրանք երաշխիք են Փաշինյանի վերարտադրման, նրանք Փաշինյանը սնվում է նրանցից։ Ես պատահական չբերեցի այդ վամպիրի օրինակը, վամպիրի պես չէ, տեսել ենք ֆիլմերում բոլորս։ Այդ են սնվում է, ամբողջը վերցնում ուժեղանում է, եւ հետո գնում է մեր ժողովրդի ջանը։ Այս մեր երկրի անվտանգության համակարգն է ձախողվում, մեր բոլոր ավելի հետընթաց ենք ունենում։ Ես միշտ եմ եղել անկախ, հիմա էլ եմ ասում, եղել եմ անկախ, այս հարցին ուզում եմ շատ հստակ պատասխան տամ, հանկարծ որևէ մեկը չմտածի, որ ես խոփսափում եմ։ Ես երբեք չեմ աշխատել հանրապետության ղեկավարներից որևէ մեկի հրամանով։ Ես երբեք չեմ եղել հանրապետության որևէ ղեկավարներից որևէ մեկի կուսակցության ներքո։ Սա ինձ մշտապես պահել է անկախ։ Ես երբեք ֆինանսական կախվածություն չեմ ունեցել, հիմա էլ չունեմ հանրապետության որևէ ղեկավարից։ Սա շատ հստակ եմ ուզում նշել, եւ սա ես միշտ եմ նշում մեր ժողովրդին, երբ հանդիպումների եմ լինում, եւ ուզում եմ հիմա էլ հրապարակային եմ, որ որևէ մեկը չփորձի հանկարծ մեզ արատավորի եւ թույլ չտա, որպեսզի մեր ծրագրերը մենք կարողանանք իրականացնել, որը մենք որևէ կերպ թույլ չենք տա։ Իսկ հետաքրքիր է Փաշինյանի հետ ինչի չեն փորձում կապել, որովհետեւ օրինակ խորհրդարանով դուք մարդու իրավունքների պաշտպան եք։ Դե ասում եմ, եթե ինձ կապեին, հենա պետք է Փաշինյանի հետ կապեն, էլի, ինքը ինձ ընտրել է, 2016-ին էլ հայտարարել է, որ ընտրում է հրապարակային։ Ամբողջ ֆրակցիայում։ Իրենք ամբողջ, այդ չեմ հիշում, բայց 90 հիշում եմ, որ 97 падգամավոր կարծեմ ողջ ընդդիմադիրներից բավական շատ ընտրեցին եւ դա ինձ անկախ էր պահում։ Դա կարեւոր էր։ Այդ թվում ես ասեմ ձեզ, այդ ընտրությունը կարեւոր էր, որովհետեւ ընդդիմադիրների, որտեւ մարդու իրավունքների պաշտպանի անկախության համար եւ անկաշկատ գործելու շատ կարեւոր է, որ դու ունենաս ոչ միայն իշխանությունից ձայներ, այլ նաեւ ընդդիմությունից, որ նա քեզ հետ չունենա ակնկալիքներ, ասի, այ ընտրել եմ, դե հիմա արի իմ համար պետք է աշխատես, այսպես ասած, իսկ
Ինչ վերաբերում նրա այդ կապելուն, այո, ես էլ եմ անկեղծ ասած, ասում եմ, հետարքիր է, ինչի չեն կապում իր այդ, բայց երևի կապում էլ է, ով գիտե, այնքան բան են արդեն ասում։ Դեռ չենք հանդիպել, դեռ այդպիսի մեկնաբանությունների չենք հանդիպել։ Երևի ինչ որ մեկը մտածում է արդեն, չգիտեմ, այս ձեր հարցից հետո, բայց ասեմ ձեզ, գիտեք, ինձ վրա այս ամենը չի ազդում։ Անձնապես, եթե որևէ մեկը մտածում է, որ այսպես լուրեր տարածելով կեղծիքներ ինչ ազդեցություն կունենա, ես այդ մարդը չեմ։ Իմ վրա նման բաները չեն ազդում։ Դուք շատ հստակ նաև այս առումով իմ արձանագրումները ես ասացի, ինձ թվում է այս հարցը այսքանով այսօր ամեն դեպքում փակված համարում։ Ես ներողություն եմ խնդրում եւս մի հարց ընդհանրացնելու համար նաև իմ ամբողջ հարցերը, երբ օրինակ ձեր ռեյտինգը բավականին բարձր էր եւ շատերը ակնկալում էին ձեզ տեսնել որպես ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու, այդպիսի քննարկումներ նաև կար, ի վերջո այդպիսի որոշում ընդհանուր չեղավ, ովքեր էին դեմը առաջին նախագահներ, երկրորդ նախագահներ, այդ մասով գիտեք քննարկումներ են եղել, ովքեր էին այդ ժամանակահատվածում դեմ, այդ բուրըն հանրահավաքների ժամանակահատվածի մասին։ Ժողովուրդ, եկեք այսպեսի մի բան ասեմ, էլի ես վարչապետի թեկնածու կամ այս քայլը անելը խաղոպար չի։ Սա շատ լուրջ հաշվառված քայլ է, որ դու պետք է որոշում կայացնես, այդ որոշումների տերը լինես, հասկանաս ով է որոշում կայացնողը, քո քայլերը եւ այլն։ Բայց ես այսօր եկել եմ այստեղ քննարկելու իմ անելիքները, իմ ծրագիրը։ Այդ ամենը արդեն անցած գնացած է, ես չեմ ուզում դրան քննարկել, մենք չպետք է ապրենք անցյալում։ Այս համակարգը առանց այդ էլ մեզ պահում է անցյալում, ժողովուրդ ջան, մենք պետք է քննարկենք ապագա անելիքները։ Մենք շատ անելիքներ ունենք եւ ես իմ ծրագիրը ներկայացնելիս նորից ուզում եմ ընդգծել, մենք պետք է ունենանք ուժեղ պետություն, ուժեղ անվտանգություն եւ արդար երկիր։ Դրա արդյունքում մենք ունենանք դրա հետ կապված խաղաղություն, ուժ եւ արդարություն։ Սրանք մեր գլխավոր երաշխիքներն են եւ ես շարունակելու եմ խոսել այն լուծումներից, որոնք մենք ներողություն չարաշահելու համար, շատ հարցերի համար, բայց հարցեր են անդադ առաջանում, պարոն Թաթյան, որ գաք իշխանության նախկիններին գնահատական տալու եք, թե չէ, այսինքն բանտեր եք լցնելու, չգիտեմ, վենդետաներ եք անելու, գնահատական լինելու է, թե չէ, այդ թվում Փաշինյան։ Նախ գնահատականներ, ինձ թվում է այս ամբողջը գնահատականներ են, հստակ տրված են, ինչ վերաբերում է բանտեր, գիտեք, ես ինձ պատկերացնում եմ միայն ժողովրդավարական պետության ղեկավար, որտեղ իրավունքի գերակայությունը ամենակարևոր արժեքներից է։ Իսկ այդպիսի երկրում վարչապետը բանտեր լցնելու հետ որևէ կապ չունի։ Եվ ինչ առնչություն ունեմ ես դրա հետ։ Դրա համար եմ ես ասում, որ պետք է երկրում զարգանան ինստիտուտներ, դատական համակարգ, իրավապահ մարմիններ, ցանկացած ինստիտուտ, որը կախված չլինի որևէ մեկի կամայական հայեցողությունից։ Ինչպես որ մենք այսօր ունենք, անձնիշ, ես ես հասկանում եմ, դուք հարցը տալիս եք այսօրվա փորձը հաշվի առնելով, այսօրվա կառավարության ղեկավարի նման քայլերը։ Դա նրանից է, որ մենք ունենք անձնիշխանություն եւ կուսակցապետություն։ Ու մենք միշտ ենք ունեցել կուսակցապետություն եւ անձնիշխանություն։ Պարզապես այսօր Փաշինյանը ավելի կատարելագործված է անում դա եւ ավելի սաստիկ ձևերով է դա անում։ Անձնիշխանությունն ու կուսակցապետությունը պետք է վերանան եւ պետք է լինի ինստիտուտներ եւ ինստիտուտների աշխատանքով միայն պետք է որոշվի մեր երկրի զարգացումը։